Ես հիմա ուզում եմ խոսել այնինչ, որ հեղեղ եւ հրդեհ է տեղի ունենում միաժամանակ Ամերիկայի տարբեր տարածքներում։ Մեզ մոտ գիտեք հիմա եղանակը մի քանի օր շատ շոկ էր, իսկ հիմա մեղմացել է 70 աստիճան, կապված դուք որտեղ եք բնակվում եւ այսպես է մնալու մինչեւ շաբաթավերջին կամ մյուս շաբաթ կարելի է անձրևներ տեղի ունենա կապված որտեղ եք բնակվում, ամենայն դեպս դա կարևոր է, իսկ ես ուզում եմ արևելյան նահանգներում դժվար կացություն է, միտեղ հեղեղ է տեղի ունենում, իսկ մյուս տեղում հրդեհ, այստեղ ինչ որ տեսնում եք ֆլադ, հեղեղ Մերիլանդն եք տեսնում, տեսեք ինչ դրություն է, մեկ դպրոցում աշակերտներ են լինում հանկարծ մեկ ժամվա մեջ պատկերացրեք 5 սանտիմետր, երկու ինչ է, դպրոցն է։ Միանգամից հեղեղը գալիս է ու թույլ չի տալիս դպրոցից դուրս գան, դժվար կացություն է լինում, պետք է իրենց դպրոցից էվակուեյթ հանեն, այսպես տեսնում եք, իսկ մեկ ուրիշ տարածքում հրդեհ է տեղի ունենում, ինչ որ այստեղ տեսնում եք, Մինեսոտա հրդեհ է տեղի ունենում, միտեղ օրինակ Ֆլորիդայի նման տեղում նաև հեղեղ է, իսկ ասացի Մինեսոտա տեսեք խոշոր հրդեհներ է տեղի ունենում, ահա այսպես տեսնում եք դժվար կացություն է, եթե դուք այդ արևելյան, հյուսիս արևելյան տարածքներում գտնվում եք, ապրում եք, լսեք ձեր տարածքի հրշեջների police department-ի քաղաքային ղեկավարների այսպես խորհուրդներին ուշադրություն դարձրեք։ Հիմա ընդհանուր ուզում եմ քարտեզի վրա ցույց ցուցադրել, տեսնում եք այստեղ Washington DC, Pennsylvania-ում Harrisburg, Pennsylvania, ուրիշ տարածքները հեղեղ է։ Հա, այսպես տեսնում եք։ Ռալի Նորթ Քարոլայնայից սկսյալ բարձրանում է, սա վաղը նաև առավոտյանը սկսյալ, եթե այդտեղ բնակվում եք, դուք եթե այդ տարածքում դիտում եք ծրագիրը Նյու Յորք եւ այսպես State College Pennsylvania-ում սա է վիճակը։ Իսկ նաև հրդեհի վտանգը կա, այնտեղ տեսնում եք ավել ներքև հրդեհ է տեղի ունենում նաև, ուրեմն արևելյան նահանգներում եք կամ հրդեհ է կամ հեղեղ է, այս գիշերը իհարկե, եւ այդպես է լինելու նաև վաղը, դուք ուշադրություն դարձրեք, ինչ է տեղի ունենում ձեր շրջանում, եթե դուք բնակվում եք, ասացի արևելյան նահանգներում բնակվողներ եք։ Ես մի դադարեցնեմ, վերադառնամ Շան Դիրի Խոմի մասին խոսեմ, այսօր դատավարություն էր տեղի ունենում, իսկ ծրագիրը նախքան անվանեմ մեր հովանավորողներին ուզում եմ հիշեցնել մի նորակառույց, այսինքն շենքը երկրորդ հարկը նորակառույց է, այս office building է, եթե բիզնես ունեք, ուզում եք գրասենյակ վարձեք, զանգահարեք այս հեռախոսահամարին, երկրորդ հարկում գեղեցիկ նորակառույց հարկաբաժիններ կան, որ դուք կարող եք վարձել մեկ կամ երկու այս գրասենյակները վարձել, զանգահարեք, խոսեք իրենց հետ։ Ծրագիրը նաև հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glennox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Primate Pharmacy-ն, եթե տեղերի կարիք ունեք, զանգահարեք այս հեռախոսահամարին 818 6000777 Ձեր տեղերը կարող են ձեր տանը բերեն, կամ դուք գնաք տեղատունը Primate Pharmacy զանգահարեք։ Ուրիշ տեղատունից տեղեր եք վերցնում, կողջ եք իրենցից, կարող եք տեղափոխել ձեր տեղատոմսը այս տեղատուն։ Ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Նախ հիշեցնեմ,
հատուկ զեղչ է նկատի առել Երևան շիփինգը, եթե դուք ցանկություն ունեք մեքենա, կահույք կամ եթե պիտի տեղափոխվեք, մարդիկ կան եկել են այստեղ, բայց ուզում են հետ վերադառնան Հայաստան, եթե պիտի տեղափոխվեք Հայաստան, ամենացածր գինը առաջարկում են ձեզ այդ մեքենա, կահույք, ինչ որ ունեք, ինչ որ ցանկություն ունեք Հայաստան տանելու մեծ զեղչ են նկատի առել։ Իսկ նաև եթե դուք գումար պիտի Հայաստան ղրկեք, 1% եք վճարում, ինչքան որ ղրկեք, ընդամենը 1%, այսինքն իրեն ծախսը այդ 1%-ից շատ է, բայց իջեցրելն են ձեզ օգտակար լինելու։ Ծանրոց օդանավով կարող եք ղրկել մի փաունդը $2.99, մասամբ համահավասար են դարձրել ինչ որ օվկիանոսի միջոցով կղրկեիք, զանգարեք կամ ձեր ծանրոցը տարեք Նորթ Հոլիվուդում Լանկեշին փողոց, իսկ Գլենդելում Փալմեր փողոցի վրա է գտնվում Երևան շիփինգ։ Ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը Grand View եւ Glenox, այսինքն Glenox փողոցի վրա է Grand View-ի հատման կետին շատ մոտիկ, ամենուր ճաշ ընթրիք են առաջարկում, նաեւ հարիսա կարող եք այդտեղ ուտել, եթե ձեր ցանկությունն է։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, եթե որևէ վթար եք ունեցել, ուրիշի պատճառով, ուրիշի մեղքն եղել, դուք վնաս եք կրել, դա կլինի slip and fall, վայր եք ընկել մեկ շենքի մեջ, որ ուրիշը իր աշխատանքը չի կատարել ճիշտ, կամ եթե մեքենայի ավտովթար եք ունեցել, բոլոր այդ ժամանակ կարող եք զանգարել խորհրդակցեք փաստաբանի հետ։ Նաև եթե դուք վարձակալ եք, վարձել եք բնակարան, այնտեղ կա մրցուն, միջատներ, պահարանը բացում եք, միջատները այսպես այդ պահարանի մեջ են, չեք կարողանում ոչինչ պահել, տնում եք մի բան, միջատները գալիս են, դա բնակելի չի, ձեզ պիտի հատուցում տան, զանգահարեք այս հեռախոսը համարին, կվերադառնամ։ Ես հիմա ուզում եմ խոսել Շան Դիդի Քոմի մասին։ Երիտասարդ տարիքում սա երգիչը մեծ հաջողություններ ունեցավ, կարող է ամենահարուստ երգիչ արվեստագետներից մեկն է։ Հետո ռեկորդ պրոդյուսեր, ուրիշների ինչ որ գիտեք, մեկը պետք է հովանավորի նոր երգիչին եւ օգնի իրեն, գումարներ տրամադրի, որպեսզի այդ երգիչը, երգչուհին հայտնի անձնավորություններ դառնան։ Եվ պրոմոթերը այն անձնավորությունն է, որ մեծ գումար է ինքը նաև վաստակում, երբ որ մեկի այդ երգերը, հրատարակությունը, ամեն ինչը ինքը աշխատանք անում է, որպեսզի երգչուհին կամ երգիչը ճանաչված անձնավորություն դառնա։ Ուրեմն տարիները այդ աշխատանքով է զբաղվում։ Ամենահարուստ այսպես արվեստագետ անձնավորություններից է, 55 տարեկան է, չափահաս երեխաներ ունի ինքը, բայց բաժանված է, տարիներ բաժանված է եղել միշտ, մի քանի հոգու հետ ամուսնացել էր, բաժանվել էր, ամենայն դեպս հիմա ձեզ անցյալ տարի ասացի իրեն ձերբակալեցին թույլ չտվին, ում որ ձերբակալում են, ասում են 1 միլիոն, 10 միլիոն բանդ կամ մուրհակը պետք է, որ ձեզ ազատ արձակեն, մինչև գաք դատարան, բայց իրեն թույլ չեն տալիս, այնքան այսպես ռեկորդ ուներ, որ մտահոգ էին, որ կարող է թողնի երկրից փախչի, չգա դատավարությանը կամ այդ դատին մասնակցի։ Ամենայն դեպս իրեն պահեցին բանտում, մինչ հիմա, որ երեք ձեզ ասացի, դատավարությունը սկսեն է։ Առաջին վկան այս աղջիկն է, որ 21 տարեկանում ծանոթանում է եւ ուզում է բնականաբար երիտասարդ աղջիկները, որ գիտեն մեկը կարող է իրենց այսպես մեծ երգչուհի դարձնի, ուրեմն մոտենում է իր։ Ինքը իհարկե ուրիշ մեղադրանք ունի, որ հարաբերությունը ունենեմ տղամարդկանց հետ, կանանց հետ, բոլորի հետ հարաբերությունը ունեցել շատ մեղադրանք կա, որ այս դատավարությունը երևի երկար շաբաթներ կտևի։ Ամենայն դեպս առաջին վկան սա է, որ 2016-ին
Լոս Անջելեսի մի հոթելում, երբ որ ինքը ուզում է թողնի գնա, ինքը իր սենյակից դուրս է գալիս, որ քիչ հետո վիդեոն կտեսնեք, եւ իրեն ծեծում, արվածում է, գցում է գետին ու քաշ է տալիս իրեն նորից հետ է վերադարձնում իր սենյակը։ Ուրեմն առաջին օրը հիմա այս կինը իհարկե տատարան էր եկել հղի էր, բայց ուրիշ մեկից 2016 թվականից եւ հետո իրենց կապը հարաբերությունը կտրված է այնտեղ այս կնոջից հարցեր են տալիս այս մասին, որ ես ուզում եմ այդտեղ մեկ-մեկ ինչ տատարանում կարևոր մասերը ինչ խոսվեց ես ցուցադրեմ, այստեղ տեսնում եք այն ժամանակ որ ավել մտերիմ էին Սա այդ հոթելն է, տեսնում եք այս աղջիկ սենյակից դուրս է եկել գնա Շանդիդիկոմ, այդ սև անձնավորություն տղամարդը վայր է գցում, հետո հետ է վերադարձնում սենյակ։ Այստեղ տեսնում եք իրենց լավ ժամանակները։ Վենտուրա կամ Վենչուրա իր ազգանունն է այս աղջկա Քեյսի Վենչուրա, ասում է որ ես մենակ հիշում եմ, որ շատ ներվոս էի այդ ժամանակ, այս տեսնում եք 22 տարեկան էի, երբ որ ինքը 21 տարեկանից ծանոթ էր, 22 տարեկանից ավել մտերիմ է եղել Combs այդ տղամարդը իրեն առաջարկում է, որ հարաբերություն ունենա ուրիշների հետ նաև ինքը նկարի, այսինքն տղամարդը նկարում է, երբ իրեն ինգերուին առաջարկում է ուրիշների հետ հարաբերություն ունենա, իրեն դրագ է տալիս սովորաբար, որպեսզի հետևեն հրամաններին դրագով իրենց այսպես գոհացնում է եւ այսպես պահանջում էր ասում է այս կինը տատարանում ասում էր որ ինձ պահանջում էր որ անծանոթ մարդկանց հետ սեռային հարաբերություն ունենամ եւ իրեն հետ էլ նաեւ բայց ամենայն դեպս տեսնում եք Ասում է ժամանակը հետո անդրադարձա որ չեմ ուզում էլ այսպես իրեն հետ հարաբերություն այսպես լինի որ ինքը ինձ հրաման տա ուրիշների հետ հարաբերություն ունենամ բայց ասում է ես իրեն սիրում էի եւ աշխատում էի որ իրեն ուրախ պահեմ եւ ուրիշ առիթը չունեի եւ եթե ոչ կպահարկանար եւ ծեծելու էր, այսպես վնաս էր հասցնելու, դրա համար վախենում էի։ Եվ ասում է միշտ հենց այդպես է եղել, իր տանը կլիներ, թե ստե Լոս Անջելես տուն ունի, թե Արևելյան նահանգներում այդ անձնավորություն կոմը տուն ունի, ասում է թե այստեղ, թե այնտեղ միշտ նույնն էր, կամ հոթելում։ Եվ իմ գլուխս ասում էր գլուխիս էր հարվածում եւ դրագ էր ինձ տալիս Քացի էր տալիս եւ քացով անգամ գլխից խփում էր, ասում է այս աղջիկը իրեն հարցնում են տատարանում քանի անգամ էր պատահում այդ որ ծեծում էր, հարվածում էր, քանի անգամ էր պատահում, այս աղջիկը տատարանում ասում էր հաճախ too frequently տեսնում եք։ Հիմա տատարանում էր, տեսնում եք արտասվում է նաեւ Տատարանը թույլ չի տալիս, որ տատավորը տատարանի միջից իրենց նկարեն, դրա համար տեսնում եք ձեռքով նկարված է եւ ասում եմ կոնտրոլ էր անում, իմ կյանքը կոնտրոլ էր անում, վախենալի մարդ էր եւ իմ գլուխս հարվածում էր շատ ուժեղ հարվածում էր գլխից եւ վարձում է էսկորտ, այսինքն մեկ անձնավորության որ այդ նաև իր հետ հարաբերություն ունենա, երբ որ ինքը նստի նայի այդ հարաբերությունը եւ նկարի։ Եվ ասում է ես չգիտեի ինչ է անում, ներվոս էի, այսպես, բայց ես սիրում էի իրան եւ աշխատում եմ իրեն ուրախ պահեմ։ Այստեղ տեսնում եք եւ հիմա շատ տխուր եմ, որ այսպես տարիներ իմ ժամանակը իհարկե անց է կացրել, իհարկե ցավ էր արտահայտում։ Նորից տեսնում եք, երբ որ գալիս է հոթելից դուրս, իրեն արվածում է, ծեծում է։ Հիմա եթե ինչ որ տատախազությունը իրեն ուզում է մեղադրի, իրեն հարցրին քանի անգամ այդպես բաներ եղա, այդ աղջիկ ասում է հաճախ։ Իսկ իրեն ինչ են մեղադրում։
sex trafficking, ուրեմն մեկին սերային հարաբերության համար քո շահի համար կամ ուրախության համար մի տեղից ուրիշ տեղ տանել, դա մեծ մեղադրանք է եւ racketeering մի ձև կմահաճույքի համար կարելի ասել խելագարություն կամ ավազակություն շորթում racketeering-ը եթե այս երկու մեղադրանքը այդ որ ծեծեն է արվածեն է դա ուրիշ է ինչ որ իր փաստաբանն ասում էր այս աղջիկը ինչ որ ասում է այդ ինչ որ racketeering ասացի ավազակություն կամ շորթում այդպես չի եղել այդ աղջկան տեսնում եք իր մայրիկի հետ եւ դատարան է գալիս սա ձերքով տեսնում եք այսպես ցույց է տալիս որոշ անձիկին որ սրտի նշան է այսպես նրանք որ դատարանի մեջ են այդպես ձերքով իրենց նշան է անում ամենայն դեպս փաստաբանը իրեն ասացի ինչ որ հիմա կարող է բոլոր վայրը ծեծեն է եւ այլն բայց այդ racketeering-ը չի արել դեռ դուք չեք փաստում կամ այս աղջիկը չի ասում որ իրեն այսպես շորթումի համար կամ ավազակություն որևէ հարց չկա իրեն կոպտեն է դա ուրիշ է իհարկե ասացի դատավարությունը այս Շան Դիդի Քոմի երկար պիտի տևի ամենաճանաչված պրոդյուսեր երգիչներից մեկն է շատ հարուստ անձնավորություն որտեղ բանդու մնալու է մինչև իր դատավարությունը ավարտվի ծրագիրը հովանավորում եմ դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյանն են հովանավորում ատամնաբույժներ են եթե ձեր ատամների հետ որևէ հարց ունեք զանգահարեք այս հեռախոսահամարին եւ հանդիպեք իրեն 372 East Olive փողոց Olive եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Burbank քաղաքի մեջ այստեղ զանգահարեք ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market-ն է հովանավորում 10% զեղչ է առաջարկում եթե $30 եւ ավելին առևտուր անեք խմիչքներ կնեք այսպես զեղչ եք ունենալու այս մարքետ լիքր խանութում 1951 West Glenox փողոցի վրա է գտնվում M&M Liquor Market-ը Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն գտնվում է Royal Parkway Pasadena-ում է բայց անմիջապես Glendale-ի հարևանության է գտնվում Hollywood Piano-ն 1928 թվից Hollywood Piano-ն աշխատում է պատկերացրեք 97 տարի է այս խանութը աշխատանքի մեջ է եթե որևէ տեսակ դաշնամուր պատկերացնում եք եթե միտեղ պատրաստում են ամերիկյան իտալական, ֆրանսական, գերմանական, չգիտեմ, Չեխ Ռեփուբլիկ, Պետրով դաշնամուրը իրենք ներկայացուցիչն են Պետրովի եւ նաեւ ճապոնական, կորեական, չինական, որևէ տեսակ դաշնամուր պատկերացնում եք, այստեղ կգտնեք երկու հարկի մեջ 25000 square feet տարածք է, որ դաշնամուրները այնտեղ կգտնեք, կվերադառնան Նախագահը արտասահման չէր գնացել բացի Հռոմի Պապի թաղման արարողությանը կամ իր հարգանքի համար Իտալիա էր գնացել, բայց որպես պաշտոնական այցելել ուրիշ երկիր, սովորաբար Ամերիկայի նախագահները առաջին իրենց պաշտոնական այցելությունը լինում է ամենամոտիկ դաշնակից երկրներին, օրինակ Կանադա են գնում, Անգլիա, եվրոպական երկրները, սրանք համարվում են Ամերիկայի ամենամոտիկ դաշնակիցները, բայց Թրամփը այդպես չի, առաջին 3 երկիր ընտրել է, 3-ը նաև միջին արևելքում են արաբական երկրներն, առաջին երկիրը որ այցելել է Սաուդի Արաբիա, որտեղ իրենք մեծ բիզնես ունեն, այսինքն Թրամփը եւ իր երկու տղաները մեծ բիզնես ունեն այնտեղ, այդ երկիրն է ինչ որ այցելում է։ Սաուդի Արաբիան, գիտեք, ամենահզոր միջին արևելքի մեծ նավթի պաշար ունեցող երկիրն է,
աշխարհում մեծ պաշար ունի, ամենամեծ քանակով նավթ է արտադրում եւ այսպես այդտեղ է այցելել նախագահ Թրամփը եւ ասել է, որ բանակցության ժամանակ ուրեմն Սաուդի Արաբիան խոստացել է, որ 600 միլիարդ կամ բիլիոն ինվեստմենտ է անելու այս երկրում։ Նախագահը ասում է, ուրեմն այդպես խոստացել է։ Նաև Սուրիայի մասին նախագահը ասաց, որ Սաուդի Արաբիան իրեն խնդրել է պատժամիջոցներ կար Սուրիայի մասին, երբ Բաշար Ասադը այնտեղ էր։ Իսկ հիմա իսլամական ռեժիմ է այնտեղ եւ Սաուդի Արաբիան խնդրել է, որ այդ պատժամիջոցները վերանա, նախագահը այնտեղ ասաց, որ իրենց խնդրանքով այդ գործն է անելու։ Ես հիմա այստեղ ուզում եմ ցույց տալ իր այցելությունը նախագահ Թրամփի, տեսնում եք Սաուդի Արաբիայի թագաժառանգն եք տեսնում այնտեղ, որ իրեն դիմավորում է։ Տեսնում եք Ամերիկայի նախագահի օդանավն է, որ վայրեջք է կատարում եւ հետո ձիով տեսնում եք այդ Cadillac Ամերիկայից տարերն են զրահապատված մեքենա է նախագահների, ուրեմն Սաուդի համաձայնվերն են, որ 142 բիլիոն որ գնելու են ամերիկյան military equipment 142 բիլիոն, այսինքն օդանավ զենք զրահ եւ նաեւ 600 բիլիոն Ամերիկայի մեծ ինվեստ են անելու, ուրեմն գումարը բերելու են այս երկիրը ինվեստ անեն։ Տեսնում եք թագաժառանգի հետեր այդտեղ, որ այստեղ նախագահը ասում է այդ 600 բիլիոնը կօգնի, որ տասնյակ հարյուրավոր աշխատատեղիներ լինի այստեղ։ Միաժամանակ նաև ինչ որ ուզում եմ ավելացնել, որ ապրիլը մենք ավարտել ենք, հիմա տվյալները ասում են, որ թանկությունը ապրիլին ընդամենը 2.3 է եղել։ Վերջին 4 տարվա ընթացքին այսքան չի իջել թանկությունը։ Միշտ եղել է ավել, վերջին անգամ 2.4 էր։ Իր հետ տարերն է նախագահի հետ նաև գնացել են Իլան Մասկին եք տեսնում այստեղ, նաև ուրիշ ղեկավարներ, որ իր հետ գնացել են, IBM-ի տնօրենը, Google ընկերության, մեծ ամերիկյան ընկերության տնօրենները, AI chat GPT իր հետ գնացել են, որ հիմա տեսնեք, հիմա այդ անձիկին կտեսնեք, որ նախագահի իր հետ տարել, ինչ որ ասացի Amazon, Coca-Cola եւ Nvidia-ն, որ ամենախոշոր ընկերություններն են Ամերիկայի, ղեկավարներին իր հետ տարելն է նախագահը Սաուդի Արաբիա, այսպես տեսնում եք։ Այստեղ Սաուդի Արաբիայի այսում որ տեսնում եք թագաժառանգին եք տեսնում, որ իրեն մասին մեղադրանք կար, որ քիչ հետո պիտի խոսեմ, ամենայն դեպս այս օդանավն է ինչ որ ուզում են նվիրեն Թրամփին։ Թրամփը ասում է ես ուզում եմ ընդունեմ, ինչու չպիտի ընդունեմ, այս անվճար են տալիս, այս օդանավի գինն է 400 միլիոն։ Ավել լուքս է, ավել գեղեցիկ է, դրսով, ներսով ավել գեղեցիկ է, քան թե Ամերիկայի նախագահի օդանավը, բայց խնդրեմը սա է, եթե ընդունեն, նախ որ օրենքով կոնֆլիկտ է, եթե ինքը ռիփաբլիկաններ նաև ասում են, կոնֆլիկտ է լինելու, որովհետև ապահովության եւ օրինականության, որ նախագահը ճիշտ իրեն կաշառք են տալիս 400 միլիոն օդանավ են տալիս, որ ինքը ասում է ես օգտվեմ, հետո նախագահները ունենում են իրենց գրատարանները, որ ամեն ինչ այնտեղ իրենց ժամանակ, երբ որ ղեկավարին են, այդտեղ հավաքում են տվյալները, թղթերը, իրեն ստորագրած հրամանները։ Իսկ եթե պետք է այս օդանավը ընդունեն, ամեն մասնիկը պետք է բաժանեն, որ տեսնեն, որ այսինքն լրտեսական սարքավորումներ մեջը չլինի, որ նախագահին անընդհատ լսեն, ում հետ է խոսում, ինչի մասին է խոսում։ Երկրորդ,
օթանավը նախագահի զրահապատված է, այսինքն եթե կրակեն իր վրա massամբ մի բան չի պատահելու։ Այս օթանավը ուրեմն կտոր պիտի անեն, ամեն ինչը չեք անեն, հետո հավաքեն եւ այդպես ինչ որ ասացի զրահապատված լինի Ղաթարի կամ Քաթարի կառավարությունն է, որ ուզում է անվճար տալ իրեն, այսինքն նվիրի նախագահին։ Սա օթանավի մեջն եք տեսնում այդ ինչ որ ցանկությունը կա նվիրելու, ասացի անգամ ռիփաբլիկանները մտահոգ են, որ նախագահը այսպես նվեր ստանա։ Օրինակ նախկին նախագահական տեխնացու ռիփաբլիկան նահանգապետը South Carolina-ի Նիքի Հեյլին ասում է այսպեսով եթե օթանավ պիտի վերցնի, այսինքն նախագահին կարող են գումարով գնել կամ անուղակի ասում է կաշառակերություն է այս եւ եթե Բայդենը նման կործաներ մենք շշմած ու բարգացած կլինեինք ասում է այս ռիփաբլիկան նախկին նահանգապետ եւ Թրամփի նշանակած ՄԱԿ-ի ներկայացուցիչներ այսպես տեսնում եք Թրամփն իր երկու տղաների հետ եւ ընտանիքի հետ որ բոլորը այնտեղ են Սաուդի Արաբիայում հոթել ունեն այստեղ տեսնում եք եւ Trump Tower Ջադայում եւ այսպես տեսնում եք նաեւ Թրամփը առանց Իսրայելի կառավարության կապվելու Համասի հետ կարողացան են կապվեն եւ միակ ամերիկացի իսրայելցին որ երկու հպատակություն ուներ կարողացել էր երեք ձեզ զեկուցեցի որ իրեն ազատ արձակեցին տեսնում եք իրեն մայրիկն է այսպես ուրախությամբ իր զավակին գրկում է բանդարկված էր 584 օր այնտեղ տեսնում եք հիմա վերադառնում ենք 3 օթանավներ Սաուդի Արաբիայի իրեն հետևում էին այստեղում որ տեսակ ChatGPT-ի ղեկավարն է այդ անձնավորությունը որ ասացի բիզնեսմեններին խոշոր բիզնեսների տերերին իր հետ տարերն է այսպես տեսնում եք նորից Իլան Մասկին եք տեսնում այնտեղ Սաուդի Արաբիայում համաձայնագիրը ստորագրել երկու երկրների միջև գիտեք իր Ալ-Սալման թագավորը շատ տարիքը բարձր է հիվանդ է ու թագաժառանգը ուղղակիորեն ղեկավարում է երկիրը երիտասարդ է դեռ 40 տարեկան չի եղել թագաժառանգը բայց բոլոր աշխատանքները այստեղ տեսնում եք իրեն ինքն է ղեկավարում երկիրը ինչ Սուրիայի մասին Ասադը հեռացել է ասացի Սաուդի Արաբիայի խնդրանքով նախագահ պատժամիջոցները վերանայելու են, այսինքն վերացնելու են Սուրիայի մասին, այսպես տեսնում եք փոփոխություն ինչ որ գոյություն ունի։ Ես պիտի Տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից Մենենդես եղբայրների մասին պիտի խոսեմ, որ 35 տարի բանդում են ծրագիրը հովանավորում է Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունեն 300, 150, 120 տարողությամբ հարսանիք կնունք նշանտրեք նաեւ եթե հոգե ճաշ պիտի տակ հոգյաց պիտի տակ այդտեղ կարող եք կատարեք նաեւ ամեն օր իրենք ճաշ են առաջարկում 10-ից 12 հոգու համար ընդամենը $300 է ռեկլամի մեջ կտեսնեք սա եթե տղամարդ են 10-ից 12 հոգուն բավարար է եթե կանայք ու տղամարդիկ պիտի ուտեն երևի 15 հոգի այդքան 16 հոգի կարող են բավարարվեն $300 ճաշով ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Թավանսի հովանավորում աչքի վիրահատող բժիշկ է surgeon է եթե լենս պիտի տեղադրեք որևէ վիրահատություն պիտի կատարեք ագնոցի կարիք ունեք իրենք մոտարապես 2 ամիս է տեղափոխվել են սա հեռախոսահամարն 240 South Jackson փողոցի վրա է հարկաբաժինը այսինքն գրասենյակը 310 բայց ամենապայման զանգարեք ձեզ ասեն կտան այդտեղ Ռաֆիզ Մարքետ հովանավորում է ծրագիրը
իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, Raffi's Market գտնվում է Burbank-ում է, Glendale-ի արևանության է գտնվում։ Court Furniture ովանավորում է ծրագիրը մրթել եւ Glenox-ի հատման կետում է գտնվում Court Furniture-ը։ Այստեղ տեսնում եք 339 North Central եւ մրթելի հատման կետում։ Բայց Court Furniture-ը Ամերիկայում է խանութներ ունի, ամենամեծ furniture-ի խանութն է։ Եթե նոր mattress պիտի գնեք, անպայման Court Furniture այցելեք, տարատեսակ mattress են առաջարկում, նաև գրասեղան սեղան աթոռներ կգտնեք։ Orange County-ում Euclid եւ 405 Freeway-ի հատման կետում է, իսկ նաև Court Furniture-ը կգտնեք Santa Ana-ում, New York-ում, Florida-ում, Washington-ում, San Francisco-ում Court Furniture գոյություն ունի, կվերադառնա։ Հոզե Մենենդեզին եք տեսնում, որ իր կնոջ հետ Բևերլի Հիլզում ապրում էին եւ ունեին երկու երեխա, Լայլ եւ Էրիկ Մենենդեզ տղաներն են իրենցը, որ 19 եւ 21 տարեկան էին, երբ իրենց ծնողներին սպանում են մեծահարուստ անձնավորություններ, պրոդյուսեր էր, շատ ճանաչված անձնավորություններ էր։ Եվ հետո դատարան դատի տվին իրենց։ Իհարկե սկզբում, երբ որ սպանել էին, պոլիս չգիտեր ով է սպանել, հետևում էին։ Իսկ երկուսը գնում էին, հաճույքի մեջ էին, ամեն օր ուրախ ժամեր ունեին, մինչև պոլիսը անդրադառնում է, որ հետքեր է գտնում, որ իրենք են սպանել իրենց ծնողներին։ Այդ ժամանակվանից, որ 1989 թիվն է, իրենք բանդում են եղել։ Դատավարությունը այդ ժամանակ տեղի ունեցավ, արդեն պատկերացրեք այն ժամանակվանից 36-րդ տարին է, որ բանդում էին։ Այդ դատավարությանը ցմահ բանդարկություն տվին իրենց առանց վերանայելու, առանց without parole, այսինքն պետք է մնան մինչև այդտեղ բանդումը անային։ Իսկ մի տարօրինակ դեպք եղավ եւ այն մեկ ֆիլմ պատրաստեցին, այստեղ սերիալի նման պատրաստեցին եւ այդ ֆիլմի մեջ այնպես ձևացրին, որ այս տղաները մեղավոր չեն, հայրը երկու իր տղաներին բռնապարում էր։ Անկամ իրենց առաջին դատավարությանը չկարողացան ջուրիները որոշման կային, երկրորդ անգամ դատավարություն տվին, ամենայն դեպս ասած 94 թվի 89-ից բանդ են, բայց 94-ից այդ ցմահ բանդարկությունն էին տվել երկու եղբայրներին եւ ահա այսպես հարց էին տալիս, որ ձեր հայրը ձեզ բռնապարում էր, մայրիկին ինչու են սպանել այս երկու եղբայրները, տարօրինակ է։ Բայց ասացի այս սերիալը ինչ որ ցուցադրում էին Ամերիկայում, այդպես էր, որ հենց այդպես են սարքել ֆիլմը կամ այդ սերիալը, որ հայրը բռնապարում է իրեն։ Դատարանային փաստ չկա ոչինչ, ամենայն դեպս նախքին դատախազը Էլե Քաունթիի, երբ մոտ էր իրեն ընտրությունը եւ վախտը կար, որ չհաջողի, ասաց, որ ուզում է սրանց parole կամ ազատեն այս երկու երիտասարդին։ Իսկ դատախազը Լոս Անջելեսի չկարողացավ ընտրվի, նոր անձ եղավ այստեղի դատախազը Հակման անունով ընտրվեց եւ ասաց ես չեմ ընդունում, մինչև իրենք չկան եւ ճիշտ արտահայտվեն, ես համաձայն չեմ, որ իրենց այդ մեղադրանքը իջեցնեն կամ ինչքան որ պետք է ցմահ բանդարկություն լինի իջեցնեմ։ Ամենայն դեպս այս հարցը մեկ դատավորի հանձնեցին, այդ դատավորը այսօր կեսօրից հետո մի քանի ժամ առաջ ասաց, որ դա որ without վերանայում էր այդ parole, այսինքն երբ որ parole պիտի անեին, ուրեմն պետք է պայմանական վաղաժամ ազատում, այսինքն լինի։ Այս դատավորը ասաց, այդ իմ ուժի մեջ չի, որ ինչ է, ես հիմա իրենց 50 տարի եմ մեղադրանքը, բանդը, կալանքը 50 տարի է, բայց իրենք կարող են վերանայման
խմբի գնան, փրոլը խումբ է, որ պետք է նրանք նայեն եւ ասեն, որ հունիսին կդառնա այդ ժողովը հունիսին կդառնա, որ ասեն, որ արդյոք սրանք այս ժամանակ այնպես այս վիճակ է, որ նորից նման գործ չեն անի, իհարկե սրանց մենակ իրենց հորն էին սպանել, այսինքն մի անչի որ գնացել են ուրիշների նաև սպանել կամ մայրիկին եւ հորն են սպանել, ուրեմն այս փրոլը, այս խումբը կնայի այս հարցին եւ հետո իրենց կարծիքը կտան նահանգապետը նաև այս երկրի, այս նահանգի Նյուսեմը ասեն է ինքը ուզում է տեսնի, որ ուզում է ինքը ներում տա, նահանգապետը կարող է ներում տա որևէ անձի, որևէ հարցի համար, անգամ եթե անձը մարդասպանություն է, ոչրագործություն է, նահանգապետը իրավունք ունի, եթե նահանգային հարց է ներում տա, եթե ֆեդերալ հարց է նախագահը կա, բայց սրանց է նահանգային հարց է ամենայն դեպս Նյուսեմը թվում է, որովհետև այս սերիալը ինչ որ սարքեին այնքան ժողովրդին այդպես միտքները փոխեն էին, որ սրանք անմեղներ են, հայրը ճնշելն է եւ այլն, որ հիմա բոլորի ցանկությունը որ տեսնեն սրանք ազատ են արձակվել։ Միաժամանակ իրենց փաստաբանը հիմա հայ Մարկ Երակոսն է իրենց փաստաբանը ներկայացնում է իրենց դատարանում Մարկ Երակոսն է ներկայացնում։ Հիմա տեսնենք մեր տեսանյութը, տեսնում եք իրենց սա իրեն այդ տղաների մորաքույր, օրաքույր բոլորը եկել են, որ հովանավորեն իրենց, որպեսզի ազատ արձակեն, իրենց տատիկներից մեկը ասում էր իմ երեխան կնացել է, հիմա սրանք էլ ես ուզում եմ նախ մահանամ, տեսնեմ, որ ազատ են արձակել Կալիֆոռնիայի Parole Board-ը, ուրեմն այդ հանձնախումբը պիտի վերանայի այս հարցը եւ իրենք այս ընտանիքը ասում են, մենք բոլորս ընտանիքով, բոլորս ներեն ենք այս երեխաներին, որ այստեղ տեսնում եք տատիկն է, որ տատիկը նաև ասեն է, որ ցանկությունն է, որ սրանց ազատ արձակեն։ Մարկ Կիրակոսին եք տեսնում, հայ փաստաբան, որ այս ծրագրի հիմա մի քանի տարի է չի եկել այստեղ, բայց հաճախ մեր հյուրն է եղել այստեղ, եւ Հակմանին եք տեսնում տատախազը, որ ասում է, որ Parole Board-ը նայեր է, որ ասել է ռիսկը ազատ արձակելու, սրանցը moderate է, այսինքն միջին ռիսկով ենք, որ պիտի ազատենք, եւ ոչ թե low կամ քիչ ռիսկ է, եթե ազատենք, ուրեմն ես դեմ եմ, որ սրանց ազատ արձակեն, մինչև կան եւ ճշմարտությունը խոսեն, ես նաեւ եթե իրենք իրենց մեղադրանքը ընդունեն, նաեւ ես պատրաստ եմ, որ իրենց ազատեն, դեմ չեմ կանգնելու, ասում է Հակման այս ներկա տատախազը ինչ որ անցյալ տարի էր ընտրվել։ Այսպես տեսնում եք այդ դիակներն ինչ որ տանում են սրանք երիտասարդ Netflix ֆիլմի մեջ, այնպես ծեվացրին, որ ժողովրդի համակրանքը ստացան, թեև սպանել էին ծնողներին, այս Netflix-ի սերիալը միցև ժողովրդի միտքը փոխել է, որ ցանկություն ունեն այս երկուսը հիմա ազատ արձակվեն, հիմա արդեն 50 քանի տարեկան են այս ժամանակ։ Ես ուզում եմ շարունակել եւ մի բան, որ թանկություն ինչ որ քիչ առաջ նաեւ ասացի այս անցյալ ամիսը ապրիլը տեսնում եք 2.3 է անցյալ տարվա համեմատ ընդամենը 2.3% է ամեն ինչը price-ը գիները price index տեսնում եք ապրիլին այսքան է բարձրացել, որ ասացի վերջին 4 տարվա ընթացքին ամենացածրն է ինչ որ տեսնում եք այստեղ։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից Քիմ Քարդաշյանի մասին պետք է խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը։ Եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում, եւ նաեւ եթե մեքենայի վթար ունեք, ավտովթար ունեք, զանգարեք այս հեռախոսահամարին իր հետ խոսեք։
Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը, ձեզ է առաջարկում թարմ լավաշ, ամեն օր նպարատուն եք գնում, այս տեսակը վերշեք, նաղաշ լավաշ։ Դոկտոր Էբրահիմյան հովանավորում է, եթե թաթի տակ, թաթի վրա վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, չեք կարողանում քայլել, զանգարեք այս հեռախոսը համարին։ 4 կենտրոններ ունի ինքը, Orange County, Commerce, Encino, Glendale, 616 East Glenox փողոց կվերադառնա։ Kim Kardashian, գիտեք, հիմա շատ ճանաչված է, բայց ամենայն դեպս 2016 թվին, երբ որ Փարիսում էր, իրեն մեկ security ինչ որ ուներ, security-ին իր եղբորը մասին խոսեն էր, որ գնալու է Փարիզ եւ Kim Kardashian միշտ այսպես ոսկի, բրիլյանտ ամեն ինչ իր հետ ունի։ Կողերը այդպես իմանում են, որ որտեղ է գնում են իր հոթելը եւ մոտարապես $6 միլիոն իր այդ զարդեղենը ջուլերին գողանում են իրենից։ Եվ հիմա տատավարություններ այսօր ինքը Փարիզում գտնվում էր, ուզում եմ այստեղ ձեզ ցույց տալ, սև հագուստով Kim Kardashian-ն է ագնոց է դրել, որ այնտեղ պետք է վկայություն տար։ Այստեղ տեսնում եք տատարանում է եղել Kim Kardashian եւ այդ գողերը մի քանի խումբ էին, այսպես տեսնում եք այնտեղ բացատրում է, որ կողոպտեն են ամեն ինչ, ասում է այնքան վախեցա, որտեվ զենքոն եկան հոթելի մեջ, կարծում էի, որ ինձի պիտի սպանեն, այդ հոթելն է ինչ որ այդտեղ տեսնում էի եւ մտահոգված էի, որ ինչ որ ուզում է տանի, բայց չսպանի, այսինքն Kim Kardashian-ին տեսնում եք այսօրվա ասում է մտահոգված էի շատ, մասկ էին դրել, այսինքն դիմակ դրած մտնում են հոթելի իր սենյակը, որովհետև մեկ ամեն տեղեկությունը տվել էր իրենց եւ ահա այսպես այդ վարորդ ունի, վարորդը եղբայր ունի, եղբայրը ուրիշների ահա այսպես նրանք որ իրեն շրջապատում են ուրիշների ասելով եկենեին կողություն կողոպտելու իրեն։ Ես ուզում եմ խոսել insurance ընկերության մասին State Farm, շարունակենք State Farm-ը կարողացավ նահանգից իրավունք ստանա, որովհետև insurance commissioner-ը պետք է approve անի։ Տեսնում եք այս հրդեհները ինչ որ տեղի ունեցավ մեր շրջապատում եւ insurance State Farm-ը էլ չէր նոր, որևէ անձի չէր ընդունում, որպեսզի իրենցից insurance կնեն։ Եվ հիմա State Farm-ին թույլ են տվել, որ վարձակալները եւ քանդոներ ունեցողները իրենց insurance-ը, եթե դուք State Farm ունեք, ես մենակ այդ insurance-ի մասին եմ խոսում, 15%-ով այդ մարդկանց insurance-ը բարձրանալու է։ Բնակարան ունեցողները 17%-ով, իսկ rental landlord-ը, որ մեծ եւ շենքեր ունի, 38%-ով rental dwellings, 38%-ով իրենց insurance-ը State Farm-ը կինը բարձրացնելու է։ Ես հիմա ուզում եմ խոսել այնինչ, որ մեկ գիրք է գրվել նախագահ Բայդենի մասին։ Գրողի գիրքի մեկը հաղորդավար CNN-ի եւ մեկ ուրիշ այսպես կազմակերպության գրողներն են առանց գիտեք գիրքը երբեմն մեկի մասին գրվում է իրենից իրավունք են վերցնում, տեղեկություն են վերցնում, իրեն մասին գիրք են գրում։ Դա իրեն հաստատումով է, որ այդ գիրք գրում է։ Երբեմն Ամերիկայում գիրք են գրում եւ նաեւ երբեմն գրողը ով է կամ այդ գրի առնող անձը ով է, չի անունը ասում, իսկ սրանք ասել են իրենց անունը, լրագրողներ են եւ այդ գրքի մեջ գրել են, որ Բայդենը վերջին ժամանակներում խնդրեմ ուներ, անգամ իրեն երկու նախարարներ Մայորկա, որ Homeland Security նախարարն էր, իսպանական ծագում ուներ, այստեղ է ծմար իսպանական ծագում ուներ եւ Հավիեր Բեսերա, որ
Գլենդելի նախապես ներկայացնի տան անդամ էր մեր հարևանության Իդրակ եւ այդ շրջանինն էր եւ հետո իրեն Բայդեն նշանակել էր Վեսերային նշանակել էր որպես Homeland Health and Human Services-ի նախարար էր նշանակել ասում այս նախարարների անունները չէր կարողանում եւ չէր իմանում որը որ մեկն է ասում է այս գիրքը իհարկե իր խոսնակ ասել է սրանք ամենը սխալ բաներ ինչ որ ասում են բայց ամենայն դեպս ես խոսում եմ այդ հարցը ինչ որ գիրքի մեջ գրվել է եւ ասում են դեմոկրատ կուսակցության ղեկավարին եթե նախագահ կա նախագահը նշանակում է ասում է հետո չէր կարող հիշել այդ անձի անունի ինչ է ինքը նշանակել է եւ ինքը չի հիշում անունը ինչ է այսպես այս գիրքի մեջ գրի են արել որ ամեն ինչը վերջին ժամանակում մոռանում էր անուններ չէր կարողանում զանազաներ ով է չէր կարողանում հիշել այդպես գրքի մեջ գրված է որ գրվել է տերների խանութներին գրախանութներին չի հանձնված ես պիտի վերցնեմ երբ վերադառնամ երկու երեխա որ ատրճանակ ունեն տեսնենք ինչ վտանգ Պոլիսը գալիս է հետո ինչ է պատահում ծրագիրը հովանավորում է պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիրը եթե դուք բիզնես ունեք հոգնել եք էլ չեք ուզում շարունակեք զանգահարեք եւ իր հետ խորհրդակցեք ձեր բիզնեսը վաճառելու համար Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը Սոնաֆե տարեցների կենտրոնը գտնվում է Sunland քաղաքում բայց իրենք բաս ունեն մինի բաս ունեն ցես կտանեն ու կվերադարձնեն Անաշե գիֆտ հովանավորում է ծրագիրը Անաշե գիֆտը նոր բաժակ բնակներ այսպես գեղեցիկ բաժակ բնակներ սա մեկ օրինակն է այնտեղ տարատեսակ բաժակ սուրճի համար առաջարկում են բաժակներ բնակներ 1937 West Glenox փողոցի վրա է գտնվում նաև այնտեղ կգտնեք ինչ որ տանը հարկավոր է թեյնիկ այլ ինչ որ պետք է այդտեղ կգտնեք Անաշե գիֆտ Glenox փողոցի վրա Գլենդելում բայց Բրբանկի հարևանության է գտնվում կվերադառնա Երեխաների համար ավել հարմար կլինի ատրճանակ մի գնեք երեխայի համար 7 տարեկան եւ 9 տարեկան երեխա տեսնում եք մտնում են այս թաքնվում են ատրճանակը ձեռքները Պոլիսը գալիս է սա հաճախ է պատահել որ պոլիսը տեսնում է մեկի ձեռքին ատրճանակ ասում է վայր դրեք այստեղ պոլիսները գալիս են երեխաներին ինչ է հրաման են տալիս որ հերվից ատրճանակը ցած դրեք եւ եկեք առանց ատրճանակի ցած չեն տնում քիչ հետո կտեսնեք մինչև կարողանում են այսպես կրակել ոչ թե ռեալ փամփուշտով այլ իրենց այսպես կրակում են non-lethal կամ այսպես մահացու կրակ չի այդ փամփուշտ չի որ վնաս հասցնի եւ կարողանում են այդ ատրճանակները վերցնել եւ տեսնում են խաղալիք է իրենց ձեռքը հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ այս երկու երեխան են թաքնվել են ատրճանակներն են որ հետո պոլիսը իրենց ձեռքից հանում է նախապես տեսնում եք այստեղ թաքնվել են ինչ պոլիսը հերվից կանչում է սա պատահել է Նյու Մեքսիկո նահանգում եւ շերիֆը պոլիսները եկել են դες վերջո կարողանում են ամեն ինչը լավ է անցնում բայց միշտ այսպես չի լինում դրա համար երևի հարկավոր չի լինի որովհետեւ այստեղ դժվար է հիմա ատրճանակը մի տեսակ են սարքում որ ռեալը ճիշտը այդ խաղալիքից զանազանել այս ատրճանակները դուք վերցրեք տեսեք երեխաների ատրճանակը ինչքան նման է ինչ որ վաճառվում է որպես ատրճանակ կրակելու համար եւ այլն Ծրագիրը եկավ իր ավարտին ցես կհանդիպեմ վաղը մի շնորհանդիպում